երեխ։ Գոնե ասա մեջը կարևոր փաստաթուղթ չլինի։ Տնաշենսկի ավտոյի համարներին է չնայեց։ Տենց էլ չհասկացա, թե այս նանան ինչ էր խաղեր տալիս։ Հերիք չի եկել այնց տեսության, մի հատ էլ գրկում, փաթաթվում է, ասում է, որ անհանգստանում է իմ մասին, ու որ իմ նման սիրուն տղամարդ աշխարհում չկա։ Ես կարող եմ իմացել փողերիս մասին, դրա համար է սենց բաներ անում։ Բայց որտեղից պետք է իմանա, որ ասեր ձյաձաբոն պետք է ասեր, բայց ինքն էլ հաստատ չի ասել։ Ալո։ Կյանք, ո՞նց է։ Լավ եմ, ով է։ Նանա, եւ չո։ Ո՞նց է իմ երազների ասպետը, հմ։ Լավ եմ։ Այսօր իրիկուն գալու եմ քեզ մոտ մնամ հիվանդանոցում, որ խնամեմ քեզ։ Հիշում ես, չէ։ Չէ, նանա ջան, դրա կարիքը չկա, համել։ Ոչինչ մի ասա, կգամ խոսանք։ Պաչիկ եմ անում։ Դե, պակա։ Բակա։ Չեմ ջոգում, թե այս աղջկան մտքին ինչ է։ Մարգո։ Չէր սպասում մարդ ջան։ Մարգո ջան, ես։ Գիտեմ, ոչ մի բան մի ասա։ Ինձ արդեն ամեն ինչ բժիշկներն ասել են։ Ամեն ինչ։ Հա, ամեն ինչ։ Ասել են ոնց ես դու 5 կանանց հետ գնացել սաունա ու այնքան ես խմել, որ վերջում ուշքդ գնացել է։ Գիտես ու ինձ ասելու բան չունես։ Ինչ ասեմ, որ երջո։ Ոնց որ պապաս է սիրում ասել, տղամարդը կարա մեկ տենց բան անի, դե լևի գնա էլի, բայց մեկ։ Հաստորեն այս երկու օրը, որ իրար հետ չենք ապրում, ահագին այս փոփոխություններ է տեղի ունեցել։ Այ հիմա դուրս գալիս ես, Մարգո ջան։ Ինչի մարաղ չբանոր ասում էր, որ չես խանդում։ Ես քեզ դրա համար չխփեցի, այլ նրա համար, որ ես ուրիշն այս եմ իմանում, որ դու հիվանդանոցում ես։ Ես քո կին եմ ու ես պարտավոր եմ իմանալ։ Մեկ էլ չհամարձակվես, որ ես ձեր բարձնես, եղավ։ Եղավ կյանքս։ Բայց տուն երբ ես գալու։ Բա ասում էիր տուն չգա, ասեսի քո տունը չի։ Անկապ ասել եմ, Երջո ջան։ Բայց հիմա ուզում եմ որ գաս։ Դու գիտես, չէ՞ ես քեզ ինչքան եմ սիրում։ Հրե սաղի սիրը քստիկը մի անգամից է բռնել։ Սաղ սկսել են ինձ սիրել։ Չհասկացա։ Էլով է քեզ սիրում։ Դե չէ, դες կոնկրետ մարդ չկա, ես ոբշե եմ ասում։ Ինչ ձեռս փողը անգել, սաղ ուրիշ ձև են սկսել ինձ վերաբերվել։ Հա, բա տենց է, Երջո, չգիտես։ Միակ մարդը, որ քեզ իսկականից սիրել է, թե փող ջուրեցած ժամանակ, թե հիմա այդ ես եմ։ Ճիշտ է։ Հա, ճիշտ է։ Չնայած որ առավոտից իրիկուն փող չլնելու պահով վրես խոսում էիր, բայց դե մեջտեղ ջերմություն կար, բան կար։ Հիմա չկա։ Բա։ Կյանքս կասես, թե քեզ որտեղից այդ փողը։ Մարգո, 100 անգամ նույն հարցը տվել ես, ես քեզ պատասխանել եմ, հիմա խես հարցնում։ Հա, բայց որտեվ դու ինձ 100 անգամ էլ խաբել ես, հիմա կասես։ Առաջ ասում էիր, որ հավատում ես։ Հա, ասում էի, որ հավատում եմ, Երջո ջան, որտեվ այն ժամանակ փողերից գլուխս կորցրել է ու ինձ հետաքրքիր չէր դրանց ծագումը։ Իսկ հիմա հետաքրքիր է, կասես։ Լավ, իսկ գոնե կասես մենք ինչքան փող ունենք։ Շատ։ Ինչքան շատ։ Այնքան շատ, որ դու սաղ կյանքդ այդքան փող չես էլ տեսել։ $50,000։ Երջո $100,000։ Դա ինչքան։ Մարգո, հիմա ոչի բան չեմ կարա քեզ ասեմ։ Բայց ինչի, Երջո։ Ինչ է վերջ լսի։ Վաղը հիվանդանոցից դուրս եմ գրվում։ Ու դրա պատվին ես ռեստորանում մի հատ լավ ճոխ սեղան եմ գցում։ Մեր բարեկամներին, հարազատներին, ընկերների սաղին հավաքելու եմ ու ասեմ, թե այդ փողը ինձ որտեղից։ Բայց ինչի ես սաղին ասում, մենակ ինձ ասա։ Չէ, Մարգո ջան, հիմա սաղին հետաքրքրում է, թե ես այդ ինչ փողեր եմ ծախսում ու որտեղից։ Ու երբ իմացան, թե այդ փողերը որտեղից, դու մենակ դրանց դեմքերին պետք է նայես։ Չնայած քո դեմքն էլ պակաս զարմացած չի լինի։ Ինչ ես խոսում, Երջո, չեմ հասկանում։ Էլ ոչ մի բան մի հարցրու, Մարգո։ Դու գիտես, որ ես սուրպրիզներ սիրում եմ։ Թող իմ սրտով լինի։ Այսքան դիմացել ես, մի քիչ էլ դիմացի։ Լավ, կսպասեմ։ Բայց հետո որ հիվանդանոցից դուրս գրեն, տուն ես չէ գալու։ Եթե խոսք ես տալիս, որ էլ սկանդալներ բան չես սարքելու։ Խոստանում եմ։ Ուրեմն կգամ։
Փաստորեն ասում ես չկարեցար այդ երջանիկից իմանաս, թե իրան որտեղից է թողել, հա, Նանա։ Չէ, Շեֆ ջան, ինչքան փորձեցի, ոչ մի բան չասեց։ Ինձ թվում է, այդ գումարը, որ ինքը ծախսում է, իր ընկերոջից է վերցրել։ Այդ հեքիաթներին ես չեմ հավատում, Նանա ջան։ Տղերքը, որ գնացել էին հիվանդանոց մոտ է, $30,000 մոտը փող ա եղել։ Պատկերացնում ես, այդ մարդը $30,000 փող ջեբը ման ա գալիս։ Հələ բացի դրանից էլ 5 մարանի հետ էլ գնացել ա սաունա։ Իսկ ես ինձ նման բան թույլ չեմ տալիս։ Դե ես չգիտեմ, շեֆ, ես ինչքան փորձեցի, ինձ չհաջողվեց ինչ-որ մի բան իմանալ, բայց որ հիվանդանոցից դուրս գա, ես նորից իր հետ կխոսամ, հա։ Չէ, պետք չի մի տանջվի։ Չի ասում թող չասի ինքը գիտի։ Նանա ջան, այն հաշվետվությունները Արաքտապի բերմոտս հեսամի ժամից ինձ պետք է գալու։ Հա, շեֆ ջան, մինչև հաշվետվությունները տպելը, շեֆ ուզում եմ քո հետ մի հատ խոսամ, հա։ Ես գիտեմ, թե ինչի համար ես ուզում հետս խոսած, բայց պետք չի Նանա ջան, արիկալ մի չխոսանք այդ թեմայով։ Ու այդ կարապետի ոտն էլ այս սերվիսում չի ելնելու։ Շեֆ, բայց ես քո մեղքը չեմ գալիս, հա։ Եթե նրան գործ մնաց, ընտանիքով գալու են մեր տան մեջ մնան, այդ մի սենյականոցի մեջ։ Թող գնանք գյուղի իրանց տանը ապրեն, ձեր տանը խի եմ մնում։ Գյուղի տունը վաճառել են։ Հիմա իրանք մնալու տեղ չունեն։ Ախր այ Նանա ջան, այ հոգուտ ղուրբան, այդ մարդը քայլող փորձանքա։ Ես այսքան ժամանակ ինչ որ արել եմ, քո խաթր համար եմ արել։ Ու էլ հնարավոր չի, չեմ կարում, ամեն ինչ իր չափն ունի։ Ես հասկանում եմ, շեֆ, ես քեզ չեմ ասում, որ իրան մեքենադավերի անես։ Միգուցե մի ուրիշ գործ տաս, հա։ Ինչ օրինակ, Նանա։ Դե ժամանակին ինքը մինչև Ռուսաստան գնալը այդ ավտոյի գործն էր անում, էլի, տզել փչելով, ոնց էին ասում, խադավիկություն էր անում, ահա, ու ես էլ լսել եմ, որ մեր տաքսի սերվիսի համար տենց մի հատ մարդ եք ման գալիս։ Հա, ման են գալիս, Նանա ջան, բայց ես շատ եմ կասկածում, որ ինքը կարա դրանից հասկանա։ Չէ, շեֆ, իրոք հասկանում է, ինքը ժամանակին իր ընտանիքը դրանով էր պահում։ Շեֆ, խնդրում եմ, էլի մի հատ էլ իրան շանս տուր, եթե ինքը իրան չարդարացրեց, ես խոստանում եմ, էլ չեմ միջնորդի, ես կլռեմ։ Լավ, Նանա, ես մի շանս էլ կտամ, բայց իմացի այդ վերջինա լինելու։ Ապրես, շեֆ ջան։ Դե ես գնամ հաշվետվությունները բերեմ, հա, շեֆ։ Հա։ Աբա բան չկա, ուղղակի աչքս բան էր ընկել։ Հանում էր Նանան։ Ոնց կասես շեֆ ջան։ Բա դու սմենի չես այդ տղա։ Սմենի եմ։ Բաս ինչ ես անում։ Ես ինչ